Զանգակ հրատարակչությունում ավարտին է մոտենում Թումանյանական նոր պատկերագրքի տպագրությունը։ Առաջին օրինակն արդեն հասել է թանգարան եւ հեղինակային թիմը բավարարվածության փաստում է։ Թումանյանը դարձյալ երկխոսություն է սկսում մեր ժամանակակցի հետ։ Թանգարանի նոր հրատարակչական նախաձեռնությունը ապրելու արվեստը պատկերագիրքը Թումանյանական հրաշալի տեսալսողական նյութերով զինված դինամիկ, ինտերակտիվ եւ ներառական նախագիծ է, որի 75-ից ավելի QR կոդերի միջոցով ընթերցողը համակողմանիորեն բացահայտում է ազգային բանաստեղծական հանճարին, մեծ պոետին, գեղագետին, սիրառատ հայրիկին, վերնատան հիմնադրին ու մեծ մարդասերին։ Նախաձեռնության հեղինակը փաստում է, որքան էլ որ գիրքը զինված է նորագույն թվային տեխնոլոգիաներով եւ կամրջում է Թումանյանի ժամանակն ու 21-րդ դարը, այդուհանդերձ ամենայն հայոց բանաստեղծը մարդուն մասշտաբես վերադարձնում է իր նախաստեղծ սկզբին։ Մենք պետք է բոլորս ձգտենք դեպի վեր, ինչպես Թումանյանն ասում է, վերնատան ստեղծման հետ կապված, դեպի վեր, դեպի նա եւ մեծատառով է նան գրում, այսինքն դեպի Աստված, դեպի առաջաստեղծ էություն, դեպի ճիշտը, դեպի մաքուրը, դեպի անիեղծը, դեպի ժուժկալը եւ այս գիրքը ցույց է տալիս, որ հոգեվոր արժեքները բարձրագույն են եւ հոգեվոր եւ բարձրագույն արժեքներից այդ կողմ մնացածը անցյալ է։ Ապրելու արվեստը Թումանյան թանգարանի բացառիկ արխիվը միանգամայն հասանելի է դարձնում ընթերցողին։ Գիրքը յուրօրինակ շարժական թանգարան է, հագեցած տեսանյութերով ու անոնսային դրվագներով եւ իհարկե առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում թումանյանական նամականին։ Գրքում Թումանյանը խոսում է Արթուր Կարապետյանի ձայնով, Օլգա Մայրիկը Սաթենիկ Հաղնազարյանի, իսկ Նվարդ Թումանյանին հնչյունավորել է Նարինե Գրիգորյանը։ Օլինկա ջան, եթե իրար հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզնից հեռանալու օրից։ Այս մի փոքրիկ գրքի մեջ մի հսկայական մեծ գանձարան է պարփակված եւ ինձ համար մեծ պատիվ է, որ ես այս նախաձեռնության մեջ ունեմ իմ փոքրիկ լուման, այստեղ օգտագործվում է նաեւ իմ ձայնը, որտեղ ես ընթերցում եմ Թումանյանի նամակները, հաճախ չէ որ մարդիկ կարդում են Թումանյանի նամակները, հա, գերդասպեն ստեղծագործությունները, բայց ընթերցողի համար հնարավոր է դյուրին, շատ դյուրին կերպով, ասենք հեռախոսը պահում ես QR կոդի վրա եւ բացում է հեռախոսիդ մեջ, դու ջանք չես թափում, ընդհանրապես նայում եւ լսում ես։ Սաթենիկ Հաղնազարյանը մեծ բարեբախտություն է համարում իր ստեղծագործական ճանապարհին Օլգա Թումանյանի կերպարին հանդիպելու պատիվն ու պատասխանատվությունը։ Թումանյանի ընտանիքի հենասյունը, 10 զավակների մայրն ու բանաստեղծին մեծ սիրով, նվիրումով ու համախոհությամբ կապված Օլգա Մայրիկը դերասանուհու գնահատմամբ անսպառ ոգեշնչման աղբյուր է։ Սիրելի Հովհաննես ջան, նամակը ստացա եւ զարմացա, որ դեռ էլի ու լավերից է։ Քանի որ դու գրել ես անցյալ նամակում, թե ուրիշ հասցեք ուղարկես։ Նամակների միջոցով ես ծանոթացա հայ կնոջը, մեծն պոետի տիկնոջ անցածողուն, մտահոգություններին, Մեծն Թումանյանի բացակայությամբ, երբ որ ինքը զավակներին մեծացնում է, թե ինչ դժվարությունների առաջ է կանգնում, բայց միևնույն ժամանակ հայ կնոջ խոհեմությունն ու առաքինությունը եւ հնազանդությունը, որ ամուսինը շատ կարևոր գործով է բացակայում եւ ողջ պատասխանատվությունը ընտանիքի կայացման, զավակների կայացման եւ արժանավոր զավակներ լինել Մեծն Թումանյանի վերցնում է իր վրա։ Հրատարակչական այս նախագիծն իրականացվել է Վահե Ֆաթալ հիմնադրամի նախագահ Երվանդ Նահիկյանի աջակցությամբ։ Գրքի հրատարակության համար անհրաժեշտ 6 միլիոն դրամից 5.5 միլիոնը թանգարանին է տրամադրել Ֆաթալ հիմնադրամը։ Սիրելի հայրիկ, այսօր ստացանք նամակները եւ կոնֆետները։ Նոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։